Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազն այսօր հայտարարել է, որ Երևանում թուրքական դրոշի հրկիզման թեման քննարկել է այս շաբաթասկզբին Հայաստան կատարած իր այցի ընթացքում։ Դա սարսափելի միջադեպ էր, մեզ սակայն գոհացնում է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու խորհրդարանի խոսնակը դատապարտել են տեղի ունեցածը, հայտարարել է Էրդողանի տեղակալը Ստամբուլի ամենամյա ռազմարդյունաբերական ցուցահանդես կատարած այցի ընթացքում։ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել ռուսական հացահատիկով եւ պարարտանյութով բեռնված եւս մեկ շարժակազմ, հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։ Լրատվամիջոցների փոխանցմամբ Բաքվի մերձակայքում գտնվող Բալաջարի կայարանից Հայաստան է առաքվել 272 տոննա պարարտանյութով բեռնված 4 եւ 420 տոննա հացահատիկով բեռնված 6 երկաթուղային վագոն։ Շարժակազմը Ադրբեջանից կուղևորվի Վրաստան, որտեղից էլ արդեն մուտք գործի Հայաստանի տարածք։ Եթե Իրանը չհամաձայնի մեր պայմաններին, ռմբակոծությունները ցավոք սրտի կշարունակվեն ավելի մեծ ծավալով ու ինտենսիվությամբ, Truth Social սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե ենթադրենք, որ Իրանը կհամաձայնի կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ սա իհարկե մեծ ենթադրություն է, ապա արդեն իսկ լեգենդար դարձած էպիկական ցասում գործողությունը կարելի կլինի ավարտված համարել, հավելել է Սպիտակ տան ղեկավարը Թրամփի պնդմամբ, Իրանի ծովային շրջափակումը հնարավորություն կտա բացել Հորմուզի նեղուցը բոլորի, այդ թվում Իրանի համար։ Վաշինգտոնը եւ Թեհրանը ավարտում են խաղաղության հաստատման շուրջ մեկ էջանոց հուշագրի համաձայնեցումն, ամերիկյան դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով հաղորդում է Axios կայքը։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ հուշագրով Իրանը պարտավորվելու է հրաժարվել ուրանի հարստացման իրավունքից։ Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները եւ հնարավորություն կտա Թեհրանին օգտվել արևմտյան բանկերում գտնվող սառեցված միջոցներից, գրում է Axios-ը։ Կայքի տեղեկություններով Վաշինգտոնն ու Թեհրանը նաև պարտավորվելու են ապա շրջափակել Հորմուզի նեղուցը։ Ֆրանսիական բեռնափոխադրող ընկերություններից մեկը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել իրեն պատկանող նավերից մեկը։ Սան Անտոնիո նավը հարձակման է ենթարկվել երեկոյան Հորմուզի նեղուցը հատելու պահին, հայտարարել է CMI CGM ընկերությունը, նշելով, որ հարձակման հետևանքով վիրավորվել են անձնակազմի անդամներից մի քանիսը։ Հարձակման ենթարկված տրանսպորտային միջոցը նավարկում էր Մալթայի դրոշի տակ, իսկ անձնակազմի անդամները Ֆիլիպինների քաղաքացիներ էին։